պարկեցնում են գետնին, օգնելու դուրս եկած ու նկարող վարորդներին հարվածում, վերջում հայհոյելու մեղադրանքով բերման ենթարկում։ Թումանյան Մաշտոց խաչմերուկում է եղել միջադեպը։ Ճանապարհը փակել էին առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ավելի քան 25 րոպե փակ պահել։ Բոլոր վարորդներն ազդանշան էին տալիս, բայց միայն ինձ նկատեցին, ասում է Էդգար Այվազյանը, որին բերման են ենթարկել։ Թաղում էի գնում, իմ պապին ա մահացել, իր հետ թաղման օրն էր, ու շատ շտապում էի, ուտեղ երևի մի 25 րոպե այդպես փակած էր, ու ոչ մի բան չէին ասում, ինչ ա կատարվում, հետո ենք իմացել, որ ինչ-որ մարդ են դիմավորում։ Առը շատ վիճակ էր, այդքան բան, ոչ մի հայհոյան, ոչ մի բան չի եղել։ Թաղման շտապող վարորդին առանց հետաքրքրվելու ինչու է հայհոյել է թե ոչ, բերման են ենթարկել։ Մինչդեռ քրեական օրենսգիրքը բերման ենթարկելու տրամաբանություն չունի, նշում է իրավապաշտպանը։ Եթե օրենքով սահմանված կարգով լիներ, նրան պետք է նախ ձերբակալման հիմք ներկայացնեին, հետո ձերբակալեին։ Ունենք թե որպես փաստ ենք ընդունում, որ հայհոյանքի է շնչել։ Հայհոյանքի դեպքում նրան չի պետք է ուշքի անհամաչափ ուժակատակ կիրառում, դիմադրություն որևէ կերպ չտվող քաղաքացուն, ինչ են գետնին պարկասնում այդ քաղաքացուն։ Երկրորդ հարց, երրորդ հարց այդ հայհոյանքը ինչ հայհոյանք էր, ինչին էր ուղղված, դրան ինչ են նախորդել։ Ի վերջո քաղաքացիները իրավունք ունեն բողոք արտահայտել։ Իրավապաշտպանը կարծում է, քաղաքացու բախտը բերել է, որ միջադեպը բանուկ հատվածում է եղել, տեսանկարը հանել են, այլապես կարող էին ծեծել եւ այլ միջոցներ կիրառել։ Ոնց որ բոլորը տենց էր, ես սիգնալ ենք տվել, մեջներից երևացողը ես էի։ Չգիտեմ։ Ներքին գործերի նախարարությունը ապրիլի 2-ին պարզաբանել է պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութը։ Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել։ Նա բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, պարզաբանումներից հետո ազատ է արձակվել։ Մի քանի օր է անցել, բայց Էդգար Այվազյանի ավտոմեքենան դեռ Տուգանային հրապարակում իրեն է սպասում։ Վերցնել չի հաջողվում։ Մեքենաս ոչ մեկ ոչ մի բան չի պատասխանում։ Գնում եմ այնտեղ, ասում են գնացեք կզանգենք ու ոչ մեկ ոչ մի բանի տեղյակ չի։ Այս քանի օր արդեն այդպես անդադ ես գնում եմ, նորից հետ եմ գալիս, այդքան էլ լավ տեղ չեն տեղափոխվել, անտերուդուս ինչ է կա։ Քաղաքական որոշակի բովանդակություն ունեցող գործերում ներքին գործերի նախարարությունը դադարում է պետական կառույց լինելուց եւ վերածվում է քաղաքացիական պայմանագրի զինված պահակախմբի գործառույթ իրականացնող մարմնի, կարծում է Մելիքյանը։ Եթե խոսքը վերաբերում է քաղաքական ներկայացնի հակառակ կողմին, ապա տեսնում ենք, որ որևէ միջոց չի ձեռնարկվում, ամենաթարմ օրինակը Իլեն Գաբրելյանի օրինակն էր, որի նկատմամբ ոստիկանները կողքը կանգնած, ակնհայտ հուլիգանական տեսագրված գործողությունների բանական ոչ մի միջոց չեն ձեռնարկում։ Շարասյան ուղղությամբ խնձոր նետած քաղաքացուն ձերբակալում են, ցուցարարների վրա թքող Ալեն Սիմոնյանի մորը ոչ։ Ազդանշան տալու, հայհոյելու համար մարդուն գետնին են պարկեցնում, իսկ տեսախցիկների առաջ եւ ոստիկանների կողքին հայհոյող ԿՊԱ-ական պատգամավոր Վիլեն Գաբրելյանին ոչ։ Մելիքյանի խոսքով ընտրովի արդարադատության շրջան է ապրում Նոր Հայաստանը։ Անի Աբաղյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։